Խնդրեմ հարգելի գործընկերներ, կան հարցեր, դիտարկումներ, առաջարկություններ։ Չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, շնորհակալություն պարոն Խաչյան։ Հարց համար 13, խնդրեմ պարոն Սիմոնյան։ Շնորհակալություն, հարգարժան պարոն փոխվարչապետ, հարգելի գործընկերներ։ Նախագծով նախատեսվում է կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 7.12 միլիարդ դրամի չափով եւ դրանք ուղղել տարբեր ճանապարհատվածների հիմնանորոգման եւ կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական եւ հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաեւ տրանսպորտային օբյեկտի նախագծանախաշվային փաստաթղթերի պատրաստման եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26.2 կիլոմետր, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ 4.4, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ 0.2 եւ մարզային տեղական նշանակության ավտոճանապարհներ 21.6 կիլոմետր։ Ներկայացնեմ այն հիմնական ճանապարհատվածները, որտեղ նախատեսված են աշխատանքները։ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի միջով անցնող M2 միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4.4 կիլոմետր հատվածի հիմնանորոգում աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել այս տարի 2026 թվականին, պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 միլիարդ 43 միլիոն դրամ։ Հաջորդը Ճամբարակ համայնքի Այգուտ եւ Աղբերք բնակավայրերի հատվածներում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման եւ ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացումն է։ Նշեմ, որ աշխատանքները նախատեսվել է իրականացնել տարբեր մասերով, աշխատանքները մեկնարկել են դեռ 2025 թվականից, մինչ օրս իրականացվել են շուրջ 55 միլիոն դրամի աշխատանքներ, նշված աշխատանքների իրականացման ավարտը նախատեսվում է 2026 թվականին եւ պայմանագրի ընդհանուր արժեքը 138 միլիոն դրամ է կազմում, հաշվի առնելով որոշակի նախագծային փոփոխություններ, այն գումարը, որը հատկացվում է, կազմում է 149 միլիոն դրամ։ Հաջորդը Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Դաղյան փողոց եւ Դաղյան փողոցի Խաչմերուկից դեպի Արտիմեդ գյուղ տանող 1.9 կիլոմետր հատվածի հիմնանորոգումն է։ Աշխատանքները նույնպես իրականացվում են առանձին մասերով, մինչ օրս իրականացվել են 65 միլիոն դրամի աշխատանքներ եւ ավարտը նույնպես նախատեսված է այս տարի։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 562 միլիոն է, նախագծով առաջարկվող գումարը 497 միլիոնի կարգի։ Օձունից Ամոճ տանող ավտոճանապարհից դեպի Հագվի տանող ավտոճանապարհի 2.71 կիլոմետր հատվածի ասֆալտապատումն է։ Աշխատանքները նախատեսվել է մեկնարկել եւ ավարտել այս տարի, վերաբաշխող գումարի չափը 538 կլորացված միլիոն դրամի չափով է։ Օձունից Ամոճ տանող ավտոճանապարհի 2.17 կիլոմետր հատվածի ասֆալտապատում նույնպես աշխատանքները նախատեսվում է մեկնարկել եւ ավարտել այս տարի, արժեքը 270 միլիոն դրամ։ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բժնի բնակավայրի հանրապետական նշանակության ամրոց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձան տանող ճանապարհի նորոգումն է։ Պայմանագրի ընդհանուր գինը 104 միլիոն է, անցած տարի են մեկնարկել աշխատանքները 72 միլիոն դրամի չափով հատկացվել են եւ 42 միլիոն նախատեսված է այս տարվա համար, նույնպես աշխատանքների ավարտը այս տարի է։ Գյումրի քաղաքից Այգաբաց բնակավայր տանող ավտոճանապարհի 10.44 կիլոմետր հատվածի հիմնանորոգումն է, նույնպես առանձին մասերով է իրականացվում 25 թվականից սկսած, մինչ օրս իրականացվել են 911 միլիոն դրամի աշխատանքներ եւ նախատեսվում է այս տարի նույնպես ավարտել, տրամադրվող գումարի չափը 1.06 միլիարդ։ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի եւ Խորենացի փողոցների 2.44 կիլոմետր երկարությամբ հատվածի վերանորոգումը նույնպես առանձին մասերով է իրականացվում, մինչ օրս 110 միլիոնի աշխատանքներ են իրականացվել, նախատեսվում է եւս 774 միլիոն դրամի հատկացում այս տարվա համար, որովհետեւ չկրկնվեն բոլոր ճանապարհները, որոնք թվարկվում են, դրանց ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Հաջորդ M2 ավտոճանապարհի Շամփ եւ Շամբի ջրամբարի պատվար տանող ավտոճանապարհի 3.25 կիլոմետր հատվածի
հիմնանորոգումն է, աշխատանքները պետք է մեկնարկվեն այս տարի, Որոտավանը M2 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ կապող 1.7 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգումն է եւ նույնպես աշխատանքների մեկնարկը եւ ավարտը այս տարի է, հատկացվող գումարը 327 միլիոն դրամ։ Կապանի Ծավ M2 ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10.12 կիլոմետր երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցումն է։ Նշեմ, որ այստեղ այս ճանապարհի կառուցումը իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլը հիմնականում գրունտային է, այսինքն այդ հողային աշխատանքների իրականացում, ճանապարհային երթուղու կազմակերպում, եւ երկրորդ փուլը արդեն ասֆալտապատում է ենթադրում։ Առաջին փուլով տրամադրվող գումարը այս տարի 1.3 միլիարդի կարգի է եւ երկրորդ փուլով 430 միլիոն դրամի կարգի եւ մեկ օբյեկտի տրանսպորտային օբյեկտի նախագծման համար տրամադրվում է 0.6 միլիոն դրամի չափով գումար, որը ենթադրում է թե նախագծում եւ փորձաքննության ծառայությունների ձեռքբերում։ Այսքանը խնդրում եմ հաստատել։ Շնորհակալություն, պարոն Սիմոնյան, խնդրեմ հարգելի գործընկերներ կան հարցեր, առաջարկություններ, դիտարկումներ։ Չկան, առաջարկում եմ ընդունել որոշումը, ովքեր են դեմ չկա, որոշումն ընդունվեց, հարց համար 36, խնդրեմ Տիկին Անդրեասյան։ Շնորհակալություն, հարգելի պարոն Գրիգորյան, հարգելի գործընկերներ, ներկայացվող